Հարալույս անգամ եւս այս արդու գուզեմ ցեզի խոսիլ թե բادرազմը քեզի եւ ինձի չի պատկանիր թե բادرազմը Աստուծո կպատկանի բادرազմը ինձի չի պատկանիր բادرազմս Աստուծո կպատկանի ամեն եւ այդ մեկը որբեսի լավ հասկանանք մենք շատ անգամ գսենք այս համարները գզարմանամ եթե ցեզ մեկը այս համար արդեն լսած չլա I'd be really surprised if you haven't heard this verse before ամեն մարդ լսած է շատերս գիտենք բայց իրականության մեջ երբ որ գսեմ բادرազմը իմս չէ շատ դժվար է բادرազմի ժամանակ զենքը զվարարնել որովհետեւ շատ բնական բան մնե որ մարդը ինքզին կպաշտպանե իր քիծած ցևով կպաշտպանե իր ամենաարագ ցևով կպաշտպանե եւ գնե այդ բանը որ կգարձե որ հիմա ինձի պիտի ազատե միշտ մարդ միշտ գնե այդ բանը որ կգարձե իրեն պիտի ազատե եւ իրականության մեջ չի գա դանք բան որ ամեն բادرազմի համար պատրաստ լանք պետք է բայց այդպես չենք ընդհանրապես շատ անգամ ձեզ գուտենք գինանք գծավինք գելենք եւ գսորվինք մարդկային ցևով բայց իրականության մեջ այդպես չէ որ Աստված գուզե որ մենք սորվինք Աստվածաշունչը մեզի գսե առաջին Կորինթացիներում մեջ որ ամեն փորձության դիմաց որ գտնվիս գիծիր որ այդ փորձության համար այդ դժվարության համար ցի 10-13-ին մեջն է այդ ժամանակին համար այդ վիճակին համար որում մեջ ես այդ վիճակի մեջ կարելի է որ Աստծո հանդիպիս եւ այդ դժվարության լուծում գտնես եթե Աստված արդոնեց որ դու նադոր մեջ են անցնես ուրեմն անպայման այդ վիճակին մեջ այդ վիճակին համար Աստվածը նելիք ունի դժվար է հավատալ երբ որ մեջ լաս որովհետեւ շատ անգամ կգարձես որ հիմա այս պիտի երթամ հիմա վերջացավ այսօր ծայրը ուրիշ չէ չի գա ասկան ցևով փորձեցի ամեն ինչ չի գալեր չէ աս միտքերը օդար չեն գարձեմ մեգումը օդար չեն գիտեմ որ ինձի օդար չեն գուքանաս միտքերը շատ թյուրին գուքան եւ գշինես այսպես գրնաս աղոթել հավատքի այսպես բալադ մշինել սկաս որ ամեն ինչ օքեյ է հիմա մեկ վարգան վեճ փամը գուքա գսկաս որ ասոր համար փնավ պատրաստ չէի չեղա ցեզի որ շինես սկաս լավ Աստուծո հետ շինես լավ վիճակի մեջ լաս մինչև փամը գուքա գսկաս որ քիզետ լման քեզի դուրս հանեց քիզետ այսպես էր հանկիստ էր լման դուրս ելար եւ գիտես ինչպես ես հոնեմ հիմա եւ հոսեմ ես գիտեմ որ հոսեմ դեղս բայց հիմա հոս կգտնվիմ հանգարտ շատ բարգացա հանգարտ շատ նեղվեցա հանգարտ շատ գոդրվեցա հանգարտ շատ նախանցեցա հանգարտ միլիոն բաժար գնաստան բայց ասիգա եղած ժամանակ ադի չի նշանակեր որ դու Աստուծո մդերիմ չես բայց կնշանակի որ այդ վիճակի մեջ չգրծար Աստծո ցայնը լսել չգրծար զինված ըլալ զինված այսինքն equipped այդ վիճակին բարձրան տալու համար ոչ թե որովհետև Աստված չեր դված բայց որովհետև բարձրապես պատրաստ չէիր այդ մեկուն գիտեք հին օրերուն երբ որ գբադրաստեին թակավորին դղան կամ իշխանը միշտ գանուխ դարիքեն գրեսնես բալադին բարդեսներու մեջ սուրով գգրվեին գմարզեին որպես եւ որ մեծնան ժամանակ գա հոն բիչի սորվին սուրով գրվին հոն արդեն եւ որ իշխան բիդելան պետք է գիտնան ցիկշել սուրը բռնել աղեղը բռնել նիզակը բռնել այսինքն պետք է այս բոլոր բաներուն համար պատրաստ լայն ուրեմն Աստվածաշունչը մեզի գսե որ Աստված մեզ պատրաստ դրած է ասպանդրուն համար բայց մենք շատ անգամ ինալով գսորվենք մենք շատ անգամ պատրաստ չլալով գսորվենք եւ գամալ չենք սորվիր գիշե մեկը գար որ ես իրեն համար միշտ գաղութեի եւ միշտ կծարայի իրեն բժշկության դարիներուն դպրոցի մեջ եւ գերտայի եւ գսեի որ բադվելին գսեի որ միշտ գերտամաս մարդուն նույն բաները կխոսեմ միշտ կխոսեմ հետը գուլամ հետը գաղութեմ հետը ասկնեմ ամեն անգամ նույն բանը գլա ինչ իսա մարդկա գլուխի վրա ինալով գսորվի մարդկա գլուխի վրա գինա եւ չի սորվիր ասի մարդկա որ գինա 10 անգամ նույն դեղը նույն վերքի հետ գփանա բայց նույն բանը նորեն գնե մա բոլորս քիչ մունին կա դիգա չեղած ցեզի որ ինաս կամ հավանաբար ցեզի ցույց տված եմ արդեն որ social media-ի վրա գա այսպես քառնուկը որ ձագեն գհանե մեկը իրեն եւ հոն այսպես post մգա post-են գհանե իրեն գերտա գվազե 10 մետր վերջ մեջ գինա վերջ գհանեն իրեն իդ գերտա մեջ գինա շատ անգամ չենք սորվիր բայց գիրեք ինչու որև սորվիլը գապ չունի գիտնալու հետ սորվիլը հոս շտկվելու հետ գապ ունի եւ որ սորվիլը միան սորվել է Աստծո համարը խոսքը ասի գսե չես սորվիր բամը գլսես իվիրական չէ ավելի քեշ կլա որովհետեւ գլսես խոստումը քիրես որ ասանք պետք է լա բայց դու անանք չես դու չես կնալ ադի վայելել եւ ադի չգրնալ վայելելը քեզի կնեղացնե որ գսես ինչու ես չեմ վայելեր ասում եկը գերե ինչու ես չեմ գնալ վայելալ ինչուները քեզի գուդեն բայց Աստված անանք չերած քեզի որ դու
ասես որ ես հարմար չեմ, ես բավարար չեմ, ես no Աստված ռազ է որ դու նույն ինքած դեղդ նորեն չինաս։ Եկեք միասին նայենք Եփեսացիս 6 Ephesians 6:9-12 ինեն 12 Okay դասեմ մի գարտամ Ի վերջո զորացեք Տիրոջմով եւ իր ամենագարող զորությամբ Ձեր վրա արեք Աստուծո սպառազինությունը, այսինքն the full armor, որբեսի գարենակ սատանային հնարքներուն թեմ տնել։ Հստակ գսե այստեղ քեզի որ զորացիր ոչ գիտնալով, զորացիր Աստուծո անցով։ Աստեղ շատ հստակ գսե որ խոսքը գիտնալով չէ որ զորավոր եմ Աստուծո անցին հանդիպելով։ Զորացիր Տիրոջմով եւ վերջը գսե եւ իր զորությամբ եւ գսե եւ իր զորությունը հակվի այսինքն Տիրոջ հանդիպելով ես Տիրոջ զորությունը կհակվի մին վրաս եւ գսե որբեսի գարենաս զրա հակված լալ եւ սատանային հնարքներուն թեմ տնել որովհետեւ ինքը հնարամիտ է այսինքն crafty սատանան շատ սուդին հայրն է մենք շատ անգամ գմորնանք որ սատանայի մասին եւ որ խոսենք չենք խոսիր խելացի մարդու մասին կխոսենք սուդին հորը մասին the father of lies այսինքն եթե սուդը այսօր այմեն մարդ գվախնա որ AI-ին խապվի չէ վիդեո մեկ էլ գսենք չեմ գիտեր ասի AI-ը կամ AI չէ որովհետեւ գիտես որ շատ ավելի վարպետ գլան չէ ավելի մոդ է իրականության ցայնը իրական գել է ես բզդիկները միշտ վրաս կխնդանի որ AI վիդեո մտիդեմ գսեմ ասի AI-ը կամ ոչ գսեն հայրիկ չես գիտեր ցայնեն ես միշտ չեմ գիտնար ցայնեն որ ասի AI-ը կամ ոչ որովհետեւ ամեն անգամ ավելի լավ է իրականության մեջ ամեն անգամ ավելի շիրակ է չէ գսեն ինչ գսեն deep fake գսեն որ այսի մեկը բամը գսե Գվաղ բادرազմ բիդի սկսի, մեկ նախակահը մպան բիդի խոսի, բիդի հավադան որ խոսեցա, բادرազմ բիդի սկսի։ Ասել գուզեմ քեզի որ սատանան եւ որ գխապե մարդը, այսպես չի խապել որ ես քեզի գխապեմ։ Գխապե եւ դու գխապվիս առանց գիտնալուտ որ խապվեցար։ Բարձրապես գխապվիս։ Սատանան հոգիով մգաշխադի, այսպես սատանան ոգի է եւ այսպես գաշխադի ցևով որ դու ինգած ադենը տալ չես սկար որ քինով սար։ Ես այս շաբաթ անցյալ շաբաթ թեստ մնելու կացի էնդոսկոպի գսենաս վերեմ որ գնային կամերայով ինձին որ երկու հատ շունչ ար վերջը փամը չես գիտնար Ես այդ գողմը չէի եղած որ գիտնամ ինչպես գլա միշտ հիվանդներուն գսեմ ինչպես է բայց ես չէի եղած որ ասան գլա ինձ գխոսի բժիշկը իրենա գճանչնամ հետո գխոսիմ ասա հիմա մինչև երկու պիտի աշեմ պիտի երտաս եւ իսկապես մեկ երկու արդեն փամը չեմ իշեր վերջնա գիտեմ որ նույն անցը ինձ ես բարև գսեր խնդալիք է որ Կացած ադենը տալ չես գիտնար որ գերտաս, բայց գերտաս։ Քիչ մը պրոպոֆոլ կացիր։ Վերջացավ։ Բայց չես գիտնար որ կացիր, միան գիտես որ այլևս հոն չես։ Ասել գուզեմ երբ սատանան քեզ գխապե, այսպես թեղի պես կարծես թեղը արիլ բարգելու համար չի գիծար քնացար։ Okay, ուրեմն ադմեգը լավ գուզեմ հասկանաս որ եւ նույնիսկ որ ոդկի գսկաս, միսեր ոդկի եմ, որովհետեւ գքալեմ։ Այսինքն քիծիր որ ոդկի ես, որովհետեւ առողջ ես, Աստծո հետ։ Կամ ոդկի ես, որովհետեւ շունչ ունիս եւ գաբրիս։ Ոտքի եղիր քիծիր առողջ ես կամ առողջ չես։ Շարունակեցելով, որովհետև մեր բادرազմը մարդոց թեմ չէ, այլ երկինքի դա գտնվող չար ոգիներուն, իշխանություններուն եւ բեդություններուն եւ այս խավար աշխարհի դիրագալներուն թեմ. For we do not wrestle against flesh and blood, but against principalities, against powers, against rulers of the darkness of this age, against spiritual hosts of wickedness in the heavenly places. Եվ անունը գսե հերևա պարաստոս սպառազինությունը հակեք Therefore, take up the whole armor of God, that you may be able to withstand the evil day, and having done all things to stand. Հայրենով գսե ուստի սպառազինությունը արեք, որբեսի երբ չար օրը կա, գարենակ ետ մղել չարին հարվածները եւ ամեն ինչ ընեք գանքուն մնալու համար։ Այստեղ շատ գեղեցիկ է անգլերեն սևը գսե որ եւ ամեն ինչ ըրած լալով գանքնիկ։ Հայրենը քիչ մը դարբեր թարգմանած է, բայց ամեն ինչ ըրած լալով Գարենաս այդ օրը ոդկի գնալ։ Այդ օրը դժվար է որ փամը ընես, այդ օրը որ կա։ Բացի եթե այդ օրը արդեն պատրաստ ես, հակված ես։ Գիտես, անոնամարը սի գրնալալ շատ անգամ պատրաստ չես լար, գսե take on the full armor of God։ Գրնալալ զրահին բաժիններ արած ես, գրնալ վահանը հակած ես, որ մարես սատանային նեդերը, բայց գրնալալ որ հավատքով չես գալեր։ Գրնալալ որ տուն միտքը չես նորոքած։ Եվ գրնալ անդեղեն սատանան քեզի պիտի զուգագծի։ Անորոմար գսեմ որ եւ որ լման զրահը գխոսի, գուզի ամեն ինչ անել որ տուն փնավ չինաս դժվարության ժամանակ։ Ուրեմն, աստեղ պիտի բարձ պատմություն պատմեմ ցեզի Մատթեոս 26 որ գխոսի
Հիսուսին ծառան ինչպես Հիսուսին ծառան զարգավ զինվորին, որ եկած էր Հիսուսը բռնելու։ Մատթեոս 26, 51-53 կտեսնենք այդ գլխուն մեջ գանուխ, որ Հիսուս գերտա աղոթելու 3 անգամ։ Եվ 3 անգամ երթա աղոթելու նույն բաները գխոսի Աստծո առջև։ Կսկա որ ինք ուզե Աստծո ուզե հորը մոդենալ։ Եվ ամեն անգամ որ գուկա աշակերտները քնացած գտեսնե, եւ գսե որ արթուն մնացեք, աղոթեցեք ինձի հետ, որբեսի պատրաստ լակ, որ երբ որ ժամանակը կա դուք պատրաստ լակ գնալու։ Բայց Հիսուս այս առաջ ժամանակ Հիսուս քիրեք ինչ կներ, ինք զինքը կպատրաստեր ժամանակին համար։ Եվ երբ որ ժամանակ եկավ իրականության մեջ, գուզեմ նայենք միասին Մատթեոս 26, 53, 51-ն 53 պիտի նայենք։ Եվ ահա Հիսուսի եղողներեն մեկը ցերկը երկարեց եւ սուր քաշելով զարգավ քահանայապետին ծառային եւ անոր ագանչը գդրեց։ Հիսուսը ասավ անոր. «Սուրը դեղը թիր, որովհետեւ ով որ սուր գառնե, սուրով պիտի մեռնի։ Կգարձես թե չեմ գրնար հորս աղաչել, որ հիմա ավելի կան 12 քունդ հրեշտակ գրգե ինձի։ Սակայն ինչպես պիտի իրականան սուրբ գրքերու մեջ գրվածները, եթե թե այսպես պետք է լա։ Եվ գտեսնես որ ուրիշ տեղում գսե ճիշտ այս ժամանակին համար ես եկա արդեն։ Հիմա պիտի ադոր հագարակ ես աշխատիմ։ Ուրեմն գտեսնես երկու մարդ կան աստեղ, Հիսուսը որ ժամանակը հասկացած էր, ինչքան ալ գծավ էր, այդ ժամանակի մեջ հասկացած էր, որ ինք այդ ժամանակի մեջ ինչ պիտի ենե եւ ինչու համար ինք եկած է։ Իսկ իր աշակերտներեն մեկը գար, որ հոն նույն ժամանակը լսած էր, որև լսած էր Հիսուսը ասած էր, որ ես եկա հրգելու, լսած էր, որ Հիսուս պիտի մեռնի, լսած էր, որ Հիսուս հարություն պիտի առնե, բայց երբ որ ժամանակ եկավ այս բոլոր բաներուն, ինքը սկաց ինքը պետք է գեցնե այդ ամենը։ Ինք հոնդեղ շարժեցավ իր մարմինով, որտեղ գսիրեր Հիսուսը, չգրծավ, ուզեց պաշտպանել Հիսուսը, բնական է, սկիզբը ցեզիսի մենք բادرազմ որ գնենք, ինչպես գնենք, մեր առաջին զորավոր բանը գնենք, մեր ռեֆլեքսով գշարժենք, անմիջապես գնենք։ Բայց մեկ որ բادرազմը գարձես ժամանակին առաջ գիտե, գարձես մեկնե որ արդեն մուվին տիդած է։ Գիտեք որ մեկը մեկ անգամ մուվին գտիդե, վերջը դունը բզդիկներուն հետ պիտի տիդե, բզդիկները գտիդեն, դուն գտիդես ինչպես իրենք գուրախանան, գվախանան, գելեք իջնե, բայց դուն արդեն մուվին տիդած ես։ Գիտես վերջը մուվին ծայրը ինչ կա։ Բայց մեկը որ մարմինով գքալ է, գնվանի մեկումը որ ամեն մեկ իր թիմած եկած դժվարության պիտի շարժի, փամը պիտի նե արակ, շուտ եւ գրնան արակ ըրած բանը լավ փամը չէ։ Որովհետեւ ինք չի գիտեր ինչ պիտի լա։ Չէ, մարմինով գշարժի, առաջին բանով գշարժի։ Հոն Աստծո աշակերտը ելավ, որբեսի ծառային զինվորին ագան չգտրե։ Հիսուսը չես կարծեր ես ալ գրնամ ասանք փամնել։ Ես գրնամ քունտեր բերել, legions, այսինքն գրնամ ես խմփակներ բերել հրեշտակներու Աստծո մեջ ուզելով։ Գրնամ ասիգանել, բոլորը գրնամ մեկ անգամեն ասանք Դանիել։ Ադեն մի եկան Հիսուսը բռնելու եւ Հիսուսը ասավ այս նույն բադմուչան մեջ ով է Հիսուսը, ասավ ես եմ եւ որսա բոլորը գսե ինգան յեդև Հիսուս միան խոսեցավ ես եմ այդ ուժեն իրեն քերին ինգան ուրեմն Հիսուս ամեն բան գրնարն է բայց ինք հասկացած էր այս բادرազմը որի մարչևս է որուն հիմա ես կվախնամ որուն համար ես կցավիմ որուն համար ես հիմա կգասկած ունիմ այս վիճակին մեջ ես գիտեմ այս վիճակին համար լսել ինչ որ հայրս կուզե բայց իր աշակերտը չգրծավ okay ուրեմն Հիսուս հոն չէր պատրաստվել, Հիսուս պատրաստ կնաց ամբողջ զրահը հակված։ Գուզեմ քեզի խոսիլ, որ իրական հաղթանակը փախչելով չէ։ Շատ անգամ, եւ որ վիճապանությունը գլա, կամ դժվարությունը գլա, գփախչիս trigger-են, գփախչիս քեզի նեղացնող բանեն եւ հանկիստ կսկաս, բնական բան է, չէ՞։ Դուրը գոցես գերտաս կամ գերտաս սենյակդ գերտաս կամ գերտաս մարզանք կնես գվազես, ինչ ցևով որ մեկը գիտե ստրեսը անցնել։ Ամեն մարդ ցևը գործած է։ Եվ սխալ չէ որ մեկը ցևը գործած է, մեթոդը գործած է որ բաղի այսպես քուլով։ Սխալ բանը չկա դեռ մեջ։ Բայց ադի բժշկություն չէ։ Վերջը պիտի երթաս նույն հարցին թիմած գնաս, որ քեզի կսպասի այսպես, չէ՞։ Եվ այդ երկրորդ անգամ որ պիտի երթաս, պիտի մանիս այդ ոչխարին որ գերտա մեկ անգամին ալեն վերջը նույն բանի վրա որոշած գլա, բաղած ժամանակ ասանք պիտի չսեմ, ասանք պիտի խոսիմ, վերջը գերտաս
Նույն հազիվ խոսակցությունը գսի նույն բաները գսես։ Նույն բաները քեզ մեծ դուրս կելեն, որովհետև ոս բամը չի փոխված։ Բայց դու քուլով երիր։ Վերջերս հովիվներու ժողով ունեինք եւ բավելին գսեր որ հանգիստ, այսինքն peace, rest, բնավ գապ չունի արձակուրդի երթալու հետ։ Շատ անգամ արձակուրդի երթանք մեր դժվարությունները մոռնալու, փախչելու, բայց այդ արձակուրդներուն նշան անգամ մարդիկ աստուծո մե բրեյք կառնեն։ Արձակուրդեն կվերադառնան մեկ բառ չեն խոսած աստուծո հետ կամ չեն նորոգված ներսեն։ Եվ քանի որ բաշար ունին, reserve ունին, որ մարմինը հանգստացավ, բայց նույն հարցերը, որ իրենց արժեք ու կան ամեն ինչ նույնն է, հոս նույնն է, իրենց վարվելու ցևը նույնն է, մտածելու ցևը նույնն է, առաջին դժվարության դիմաց նույն բաները դուրս պիտի կան։ Նույն վախերը դուրս պիտի կան, նույն անապահովություն, insecurity-ները դուրս պիտի կան, եւ քանի մի շաբաթ վերջ նույն դեղը պիտի լան։ Ես գիշեմ, այսպես շատ անգամ եւ որ կացած եմ, արձակուրդի եկած եմ, եւ վերջը մեկ շաբաթ վերջ սկացած եմ, որ ինչ որ շինեցի այդ բաշարը, որ հանգստանալով շինեցի, կարծես չի գա այսօր, մեկն չի գա։ Ինչ եղավ որ քնած այդ բաշարը։ Սխալ չէ մարմինով հանգստանալ, լավ է, պետք է մարմինով հանգստանալ։ Ես գուզեմ այդ հանգիստը գտնել։ Բայց գուզեմ գիտնաս, որ այդ հանգիստը անցմն է։ Հիսուսի մեջն է, ինչպես ասենք համարին սկիզբը, Եփեսացիս 6 կսե զորացեք դիրոջ անցով, դիրոջ մով, ոչ դիրոջ դվածներով, ոչ խոստումներով, ոչ խոսքը գիտնալով, այսինքն խոսքը գնաց գիտնալ եւ չզորանալ, խոսքին հանդիպելով։ Աստուծո անցին հանդիպելով ես զորավոր եմ։ Դավիթ գսի ես դիրոջմով գրնամ քունտի վրա վազել։ Ես դիրոջմով գրնամ բարիսմները անցնել, կամ խենտեր, կամ հավատացյալ էր, կամ երկուքը խենտ հավատացյալ։ Ես գնահատեմ այդ մեկը լալ։ Արդեն Աստված անանք մարդիկ կուզե։ Ճիշտ անանք մարդիկ կուզե Աստված։ Չէ՞։ Ուրեմն քեզի կուզեմ ասել, որ հանգիստ չի նշանակեր փախչիլ, հանգիստ կնշանակե քու դժվարությանը մեջ եւ համար Աստուծո հանդիպել։ Okay։ Ուրեմն կուզեմ քեզի մեկ օրինակ մտալ Եսայա 10:27 գսե որ իր ժողովրդին Աստված Իսրայելի ժողովրդին գսե այդ օրը գսե անոնց լուծը ծեր ուսեմ պիտի գոդրվի this burden will be taken away from your shoulder and his yoke from your neck եւ իր լուծը քու վիզետ եւ գսե որ լուծը օծությամբ կգոդրվի the yoke is broken by the anointing այսինքն օծությունն է ոչ միայն երևցած թողացած ժամանակը կամ լացած ժամանակը օծությունը որ Աստծո աշխատող զորությունն է քու մեջդ եւ քու վրաց այդ օծությունն է որ քու դժվարությանդ մեջ բադասխան բիդի դա քու թիմացել եկածին ոչ փախչիլը ոչ բաղիլը այդ բոլորը լավ են եթե ադոն փախած ժամանակը դի երթաս Աստծո հետ խոսից կնա փախչե կնա մարզան գրե վերջ ոն Աստծո հետ խոսե եթե պետք է հանգստանաս վերջը խոսե բայց okay եւ ասել գուզեմ որ փուն բժշկությունը հանդիպումի մեջն է որև Աստվածաշունչը մեզ գսե Սաղմոս 34:18-ի մեջ Psalm 34:18 գսե որ Աստված մոտ է սրդապեկներուն God is close to the broken hearted եւ գազադե անոնք որոնք հոգիով կանտված են and saves those who are crushed in spirit շաբթու մեջ սեզի աղոթքի ժամանակ սեիջ որ միշտ ստուք է որ հոգիով աղքատ մնաս blessed are those who poor in spirit միշտ ստուք է որ հոգիդ բնավ չլեցվի բաներով որ բնավ չսկաս որ պետք ունի սիրեն շատ անգամ Աստված գարդոն է որ մենք դժվարությունները անցնենք եւ ադոնց մեջ փնտրենք իրեն լուրություն գլա գիտեք Բողոս Արաքյալ որ մարդ հարուցանեց Բողոս Արաքյալի մասին ամեն մարդ գիտե քանի եկեղեցիներ հիմնեց քանի հրաշքներ կործեց բայց Բողոս կսե ես գիտեմ ինչս է ունենալ եւ չունենալ այսինքն չունենալու ժամանակ մի եղավ Բողոսինքով դեր ժամանակ կար որ ինք չուներ այդ չունեցած ժամանակ ինք գիտեր Աստուծմով լեցվիլ Վերջ եւ որ ունեցավ քիծավ հոնալ Աստուծմով լեցվիլ գսե but in all situations I learned to be content բոլոր վիճակներում մեջ ես գիտեմ քո հունագ ըլալ դիրոճմով լեցված մնալ դիրոճմով ամեն okay Գուզեմ քեզի ուրիշ բادرազմիտ մեջ ասել որ բادرազմիտ մեջ եւ որ պիտի երթաս քու հավատքի մեջ քիծած սորվածները քեզի չեն փավեր Շատ մարդիկ շատ բան գիտեն դարիներու հավատացյալ են եսալ մեջը որ այդ քիծածդ քեզի այդ վիճակին մեջ որ հիմա պետք ունիս քիծածդ կորձածելու քեզի շատ բան մչի խոսիր Քանի անգամ համարներ գա քիրես մեջ հետ բայց եւ որ ուրիշ բան մգսկաս չես մդի գներ այդ համարներուն չես ուզեր հիմա մեկը քեզի համարներ խոսի չէ չես ուզեր փարգացած ադենդ մեկը քեզի ասե որ սերը գադարիալ սերը ամեն վախի գահտե շատ մեկը քեզի ադինը մի դեզես իրեն հոն մեկա
Ասել գուզեմ քեզի որ քիծած համարներդ քեզի միշտ չեն օգներ քիտնալուտ բաժարով։ Գոքնեն երբ որ հոս այդ համարը դու ընդունած ես, այդ համարը բռնած ես, Դավիթ ինչ կսե, քու խոսքդ սրդիս մեջ բահեցի Psalm 119, որբեսի քու թեմդ մեղք չկործեմ։ Չսավ քու խոսքդ լավ սորվեցա որբեսի մեղք չկործեմ, քու խոսքդ բահեցի քանսի նման սրդիս մեջ, որբեսի քու խոսքդ չհերանա։ Մեծ դարբերություն կա։ Ուրեմն գուզեմ քեզ ասել որ Աստծո համար փափակը տանկամ, ասենք սկսանք, եկեղեցի հիմնեցինք։ Աստծո կորձը Աստծո համար գնենք։ Չէ՞, event գնենք, կամ որևէ բան որ գնենք, ծառայություն գնենք, այս բոլոր բաները Աստված գուզե, այո։ Ասենք փափակ գնենք, zeal, մենք Աստծո համար փափակող ենք, zealous։ Բայց Մովսես ալ փափակող է Աստծո համար, բայց սկիզբը որ Աստծո կորձը սկսավ, շիդակ ցևով չսկսավ։ Սիրակ ցևով չհասկացավ։ Գիշեք Մովսեսին պատմությունը, Մովսես մեծավ քախնապարի մաման իրեն մեծուց, բալադին մեջ, փարավոնին բալադին մեջ, Մովսես մեծավ, բայց իր մաման իրեն հոգ կդաներ։ Քախնիորեն։ Եվ ուրեմն Մովսես գիտեր ինք ով էր, եւ գիտեր Մովսես որ Աստված իրեն պիտի կործածեր, որ Իսրայելը փրկեր Եգիպտոսի ցերքեն։ Ժամանակ եկավ, Մովսես գբդդեր եւ ինչ տեսավ Exodus 2, այսինքն ելք կրկին երկրորդ գլուխի մեջ, եւ Մովսես իջավ ինչ տեսավ, որ երկու հոգի վիճապանությունին եւ Եգիպտացիմը գծեծեր հրյա մարդը։ Եվ ինչ էր ավհոն ինքը սպանեց, թաղեց ավազի մեջ, որտեղ մեկը չեր տեսած ասավ։ Հաջորդ օրը ինքը հոն ուզեց լավ բան մնել կամ վատ բան ուզեց մնել։ Լավ բան, քիծավ որ ինքը իր ժողովրդին համար եկած է, չթիմացավ որ սխալ բան մտեսնե։ Ուզեց Աստծո ուզածը անել։ Բայց արավ բանը առանց Աստծո հարցնելու, չէ՞։ Իր ցևով վրա փափակ ուներ։ Բողոս Արաքյալ գիրեք ինչ կսե որ ես կսե Հիսուսը ճանչնալես առաջ, Բողոս before I encountered Christ կսե։ Ես փափակ ունեի Աստծո համար։ Բայց գնեի իմ քիծած ցևովս, իմ ջանցած ցևովս, այն օրենքով որ սորված էի։ Բայց այդ սորվածովս Աստծո հագարակ կաշխատեի։ Գահալաձեր Հիսուսը, he was persecuting Christ։ Եվ որ Հիսուս եկավ Բողոսին ինչ ասավ։ Սողոս, ինչու գահալաձես զիս։ Էբիցե ես քեզի չեմ հալածել, ես քեզի հետ եմ։ Բայց Սողոս գնել ինչ կգարձեր որ շիդագեր։ Բայց եւ որ հանդիպեցավ Հիսուսին հասկացավ Աստված ինչ կուզեր իր մեջ։ Ուրեմն Մովսես գնաց եւ դեսավ այս անարդարությունը սպանեց եւ հաջորդ օրը հանգիստ գերտայր ժողովրդին կով երկու հրյա կգրվին այս անգամ։ Եվ ասա որ ինչու կգրվիք դուք եղբայրեք պետք չէ գրվիք։ Մեզիալ պիտի սպաննեսին։ Մենք իրենք երեք ինչեր իր։ Ուրիշ մեկը սպանեցին, մեզիալ պիտի սպաննես հիմա։ Իր ժողովուրդը իրեն թշնամի դեսավ։ Եվ Մովսես իմացավ որ լուրը դուրս եկած է։ Okay? Եվ ուրեմն ինչ էր Մովսես փախավ։ Գնաց անաբադ, ամուսնացավ եւ սկսավ հովիվը լալ։ Okay? Եվ հովուչան ժամանակ Աստված իրեն գանչեց ինքզինքին։ Աստված իրեն չգանչեց յետ Եգիպտոս, Աստված իրեն գանչեց ինքզինքին։ Առաջին բանը որ Աստված իրեն գսե հաջորդ գլուխի մեջ Exodus 3 ելք 3:5 մի մոդենար ավելի ասավ որև այս ոտքի մուջակները թանե take off your sandals որև այնտեղ որ գանքնած ես սուրբ տեղ է։ Առաջին բանը որ Աստված իրեն սորվեցուց ես քու ծառայությանդ պետք չունիմ ավելի քան քու սրդիդ։ Ես պետք ունիմ քու սրդիդ։ Առաջին բանը որ Աստված Մովսեսին սորվեցուց անչե որ քնա փարավոնին հրաշքները է։ Առաջին բանը որ Աստված Մովսեսին սորվեցուց անաբադի մեջ անե որ եթե գուզես ինձ ծառայել նախ ինձի պիտի հանդիպիս։ Քու փափակդ, քու լավ միտքերդ, your good intentions չեն փավեր որ դու օծության կորձնես։ Եթե դու միան լավ փափակներով ջամփայել ես, առանց օծության դու պիտի չգրնաս անել ինչ որ Աստված գուզե։ Ես ամեն գիրակի գնային որ ես հիմա որ պիտի խոսիմ, ինչքան կբռնվիմ Աստծո որ խոսիմ, կամ ինչքան բռնված եմ Աստծո որ այս ծառայությունը հիմա անեմ։ Եթե ոչ ես գնամ քիծածներս խոսիլ, 5 քարոզներ բերել քեզի խոսիլ։ Շատ կարելի է, հավանաբար չիմանաս 3 տարի առաջ վնե կբերեմ մեկ հատ, 4 տարի առաջ վնե կբերեմ մեկ հատ, 5 տարի առաջ վնե կբերեմ, բամը չես գիտնար։ Բայց ես ապաց Աստված գիտնա։ Ես քեզի ասել գուզեմ որ պետք է որ մենք մեր ծառայության մեջ ամեն ինչ անենք, որ նախ հանդիպենք, պետք է ունենանք մենք հանդիպում Աստծո հետ։ Այլապես մեր ծառայությունը չի հաջողցներ։ Գրնաս ասել որ ես հիմա հովիվ չեմ ինչ ծառայություն ունիմ։ Ես քեզի պիտեմ, իսկ եթե չես կդած ծառայությունը, լավ է հարցնես արդյոք հանդիպած եմ Աստծո, որովհետեւ լսեմ իր ցայնը։ Չգա մեկը, անցյալ շաբաթ էզի խոսեցա, չգա մեկը ծեր մեջ, որուն չէ դրված բարգև։
Եփեսացիս 4 ինչ ասենք Աստված իր հետ բարձրացուց քերիները եւ ամեն մեկուն դվավ բարգև Քրիստոսի դված չափով։ Ես չունիմ Քրիստոսի դված չափով ունիս։ Այդ որ գկարծես որ չունիս Քրիստոսի դված չափով ունիս, չափված, ցեվված քեզի համար։ Այդ գոչումին համար որովհետեւ դու հասկանաս ինչ պիտի պետք է մտերիմ լաս Աստծո հետ։ Եվ այդ մտերմությունը քեզի պիտի դանի, որոնես ինչ որ ինքը քեզի համար։ Գուցե գնաս էլ ինչպես պիտի գիտամ, եթե չսավ ինձի։ Եթե սիրտը չդակ դեղն է Աստծո հետ, դու պիտի սկսես արդեն սկալ քու մեջ ինչ Աստված քեզ մեկ ուզե։ Պայման չէ լսես։ Պայման է որ սկսես գոչումիդ համաձայն ծառայել։ Եվ Աստված ինչ էր Մովսեսին, ըսի ցեզի լուծումը թշնամիին փախցնել չէր։ Քուլավ անելը չի բավեր։ Այո, Աստված Մովսեսին անաբադ դարավ, հոն լավ մը քուլավ վրավ, շաբաթներով, օրերով, դարիներով։ Ինչեւ որ իրեն կնած իդ գրագի մեջ խրգեց իրեն։ Չէ՞։ Այն մարդը, որ իր յետևեն գվազեր, մեկ հատ գարտացից, որ ինչպես փարավոնին իդ կնած, Աստվածը սավ իրեն, թուն բիդի երթաս փարավոնին։ Ես չեմ գիտեր խոսիլ, ես լավ լեզու չունիմ։ Այս բոլոր բաները ըրամ Մովսես, Աստված իրեն սորվեցուց, որ ինք հրաշքալ բիդի է, օքեյ, ադալ սորվեցավ, եւ կնած իրեն ուղագի փարավոնին թիմած դարավ, իդ փարավոնին արչեւ դարավ։ Կնած ճիշտ այն մարդուն արչեւ, որ բաժարն էր, որ ինք այդքան գվախնար, որ մի փախած էր ինքը, եւ կնած իր արչեւ իրեն իդ գանքնեցուց։ Որը մեկ բան փոխված էր Մովսեսի մեջ, գոչումը ջանցած էր, Աստուծո հանդիպած էր։ Okay։ Քանի համար կան աստեղ ուզեմ ցեզի դալ, որ գխոսին թե ինչպես Աստված Աստուծո կբադգանի քո բادرազմդ։ Ինչպես էս եւ որ դու բادرազմ գնես, առաջին ռեֆլեքսը գարձես թե Աստված չլար, որ քեզի պաշտպանի, դու գնես բամը որ էդուն ուշացար ես պիտի ինեմ։ Էդուն թշնամին եկավ ես պիտի բամ մնեմ։ Այսպես բադմություն կա արդեն, ինչպես Սավուխ թագավոր բادرազմեն առաջ կդեսնե որ Մարգարեն ուշացավ, ինքը որոշում կառնե, որ ինքը պիտի երթա։ Սամուել ուշացավ, գսե ես երթամ բادرազմի իջնեմ, ես ընեմ զոհը, ես բادرազմի իջնեմ։ Մենք Աստուծո հանդիպելով բادرազմ գնենք։ Եսայա 59:19, Եսայա 59:19, երբ թշնամին քեդի պես կա։ Այսինքն դու պիտի տեսնես թշնամին քալը։ Քեդի պես կա, գսե Աստուծո հոգին թրոշակ պիտի տնի անորտեմ։ Գսե the spirit of the Lord will lift up standard against him. Ով դիդաձե brave heart. Գիշեք որ բادرազմը գլայվ թշտամին գվազե գմոդենա եւ զորավար ինչ կսե brave heart ինչ կսե hold այսինքն ինչ hold ինչ կան մնաց արդեն եկան աս մարտիկը այդքան պետք էր վստահեին զորավարին այդքան պետք էր վստահեին որ մեկ վարյան առաջ չգրագեն ուրիշ մուվի մգա որ ես շատ կսիրեմ Samurai The Last Samurai-ով դիդած է նույն պատմությունը նույն տեսակ Անդարի մեջ են տշտամին գուկա գդեստեն շուքերը, ցայները ամեն ինչ եւ պետք չէ գրագեն ասեն hold մեկը գրագի արդեն մեկը չի իմանալ այլևս եւ հոն որ մեկը չարտվին ասել գուզեմ քեզի որ Աստված վստահելի է եւ տշտամին գուկա գսե դերը ինք թրոշակ գտնե ադորտիմաց եւ դեր ինք պիտի հալածե տշտամին գսե Մովսես աթասը շատ լավ գսորվի գսե Իսրայելին Exodus 14 ելք 14-ի մեջ գսե այդ թշնամին գսե վստահեցեք Աստուծո միան գեցեք գսե միան գանքնեցեք գսե վստահեցեք Աստուծո գսե այդ թշնամին որ այսօր գտեսնես որ աչքիդ արջևն է եւ այսպես միան գտեսնես որ քեզի hold գսե Աստված գեցիր գսե այս թշնամին որ այսօր գտեսնես վաղը բիդի չտեսնես ուրիշ դեմ գսե այդ թշնամին որ քեզի գուկա մեկ գոմե 7 ջամփով բիդի փախչի ես այս сайн շատ անգամ գլսեմ որ գաղոտեմ Փաշարակամ ադորս կացումը չեմ ունենալ, բայց գլսեմ այդ ցայնը։ Աղոթած ժամանակս գլսեմ Աստված ինձ այսպես կսե։ Աստված շատ անգամ չի խոսիր ուղագի քեզի դժվարության ժամանակ, բայց գուտա քեզի հոգին որ բռնե քեզ, որովհետեւ դու չգոդրվիս այդ դժվարության մեջ։ Ամեն։ Գուզեմ քեզի սկզբունքի մասին խոսիլ, եւ որ Աստված քեզի գսե, եւ որ Աստված քեզի ղրգե դեղմը բادرազմիտ մեջ։ Եվ քեզի ասե Աստված, որ քեզի խոստում պիտի դամ, Աստված քեզի ամեն ինչ չսեր սկիզբեն, բայց մեկ բան քեզի սկիզբեն գսե, որ եթե թուն խոսքին մեջ անշարժ մնաս, ուր որ երթաս, ինչ ալքութե մտքատուն հոն հաղթող ես։ Գիշեք Հռոմայացիներում մեջ 8-ի մեջ աս համարը գա, որ գսե որ
God works for the good, all things work for the good of all those who are called to him according to his purpose. Բոլոր բաները լավին պիտի դառնան զարայեն մարդուն լավության, բայց վերջը համարը գշարունակի ասելով, որ անոնց համար, որոնք Աստծո գանչված են իր ծրագիրին համաձայն։ Համարը գեսեն չեն կնար հասկանալ, Աստված գխոստանա մեզի, որ իր խոսքով մեզի պիտի բահե։ Եվ որ Աստված Հեսուն գղրգե, գսե ինչպես Մովսեսին հետ էի, Հեսուին առաջինի մեջ Joshua 1, գսե ինչպես Մովսեսին հետ էի, ինչպես Մովսեսին հետ էի, եւ ամեն մարդ դեսավ ինչպես Մովսեսին հետ էր։ Ամեն ինչ հրաշքով էր Մովսես։ Ինչպես Մովսեսի հետ էի, քեզ յետար բիդի լամսա։ Ճիշտ ինձեով, ուր որ գողես, քուգդ բիդի լասա։ Ուր որ գողես, քուգդ բիդի լա։ Ես չեմ հավատալ, որ ամեն գողած ժամանակ Աստված իրեն սա որ հիմա ցախ ոդկդ, հիմա աչ ոդկդ, ուր որ գողես քուգդ բիդի լա։ Բայց իրեն մեկ բան մսած էր։ Ուր որ գողես իմ խոսքից մեջ մնալով քուգդ բիդի լա։ Աստված քեզ ազատ գամքը չէ արած, որ դու չգարենաս որոշել։ He hasn't taken your free will։ Չէ՞։ Աստված չէ արած քեզ մի հատ իրավունքը։ Ուր որ երթասին քեզ յետ բիդի երթա, բայց մեկ բան ասավ, մեկ փանալի ունիմ քեզի համար ասավ, արդու քիշեր, ծորեք թե արդու Տուն քու միտքիդ եստեդիտ մեջ մտածե իմ խոսքիս վրայով։ Որոշումներդ որ պիտի առնես, նաև որ Աստուծո սկզբունքներուն հակառակ չերտան, the decisions you're going to make sure they do not disobey the principles of God։ Որովհետև Աստուծո փածած հովանոցը պաշտպանության, the umbrella of covering, քու վրա չերտար խոսքեն դուրս։ Օրինակ մեկ խոսքով, եթե այսպես հովանոց բացած է Աստված, քեզի գսե որ ադի խոսքին հովանոցն է։ Աս բադգերով գուզեմ բացադրել, the umbrella of set by the word of God։ Ացամ եւ որ գքալես անցրևունդակադով թուն չես թրջվիր։ Ուր որ երթաս այդ հովանոցով չես թրջվիր։ Աստված չսավ ցախ մի երթար, աչ մի երթար, բայց եթե ացախ եւ աչը երթաս հովանոցին մեջ դագ, դու պաշտպանված ես, բայց եթե հովանոց այսպես պիտի կալես, ինչքանալ հովանոց ունենաս քիտնաս, խոսքերը գիտենք, համարները գիտենք, բայց եթե հովանոց այսպես պիտի կալես, դու թաց պիտի լաս։ Եվ վերջը գսես, դու ինձ դիր հովանոցը, բայց ինձ չի բահերաս հովանոցը։ Որև Դավիթ սավաս խոսքից հոս պիտի բռնեմ, ուր որ գողեմ Աստվածը սավ քեզի հետ պիտի ելամ։ Ամեն։ Կուզեմ այս բաժինով ավարտել։ Համարը շարունակելով Եփեսացիս 6, Ephesians 6։ Դասն 4-ն 19 պիտի գարտանք։ Հետևաբար, պատրաստ եղեք ճշմարտությամբ ամրապնդեցեք ձեր մեջքը։ Okay. Buckle your waists. Կոդիով։ Okay. Իսահակ եւ Անուշ ինձի կոդի արին եւ այսօր թրած եմ, որ տեսնեք։ Այո։ Ուրեմն այդ կոդիով, որ ձեր մեջքը Աստծո խոսքին գուկա ճշմարտությամբ, քու մեջքդ բռնելու։ Մեջքը դգար բաժին ես միշտ այս օրինակը գուտամ դարեցն մարդիկ, որոնք չեն աշխատած իրենց core-ին վրա, այսինքն ներսի ուժի վրա, այսինքն այս բաժինի ուժին վրա, շատ անգամ կսկսին լավ չքալել, այսպես քալել։ Կամ կսկսին դգարություն ունենալ ոտքերու մեջ, կամ գինան, ռեֆլեքսները լավ չեն, որ ինքնին բռնեն եւ ոտքի ելնեն։ Աստծո խոսքը գուկա ճշմարտությամբ, քու դգար չկիցած բաժինները վրա աշխատելու։ Մարդիկ շատ անգամ երևցած բաժիններուն վրա աշխատին։ Այսպես փոր գունենան, բայց այսպես մգան գունենան։ Ասլի պանան շատ գա։ Ասանք դև գելլե, բայց փոր գունենա մեկը։ Ոս չաշխարի, ոս կաշխարի ամենը։ Որև գերեվի ասի շատ։ Բայց ասիկա շատ ավելի կորձ գուզե, ասի ուդելիկին սկուշություն գուզե։ Ասի շատ ուդելիկին սկուշություն չուզեր, գերևնա շուտմը։ Ասել գուզեմ քեզի Աստծո խոսքը գուկա զորացնելու չերևցած բաժիններդ։ Ամենախոր բաժիններդ լավ գզորացնի Աստծո խոսքը։ Okay։ Եվ ուրեմն եւ որ ժամանակը կա եւ որ դու գողես դերմը որ ոդկդ պիտի դառնար, օրինակ պիտի դամ քեզի։ Մեկը որ միշտ պատրաստ է ոդկը պիտի դառնա, այսպես ոդքի գելլե։ Ես անգամ միշտ հիվանդներուս կխոսեմ, եթե մեկ բան պիտի ենես սկսեմ իրեն, մանավանդ 50 որ անցնին, կսեմ, մեկ բան պիտի ենես, սկսես այսօր վրա աշխատին։ Եվ քանի հիվանդները որ չեն հրած գղրգեմ մարզանքի, գուքան գսեմ որ շատ ավելի լավ գկալեմ։ Չեմ ինառնի ինձեւով։ Շատ ավելի զորավոր եմ, շատ ավելի առույգ եմ եւ աշխուժ եմ։ Okay։ With the breastplate of righteousness in place, գսե որ արդարության զրահը հագեք, արդարությունը հագեք զրահի պես։ Արդարությունը գբաշխանե քու սիրտդ։ Okay։ Ամեն վարյան սիրտը չես սկար։ Ասի գուզեմ լավ կինես։ Ամեն վարյան սիրտը չես սկար։ Հուսամ չես սկար սիրտը երբեք։ Պետք է սկար սիրտը, լավ բան չես սկար սիրտը։ Սելե որ սիրտի գատված գանցնես սիրտը սկասնե։ Սիրտը պետք է սկաս։
Կամ եթե սկսի լավ արագ զարնել, լավ չէ օրենքով, չէ։ Նշան մնե, որ լավ չէ, փափախում ունիմ, լավ չէ։ Գիրես որ լավ չէ, բայց չես կասիր դդ։ Բայց ես գուզե արդարությունը ակեք զրահիպես, այսինքն դուք այդպես հակված մաքուր սրտով քալեցեք, որ սիրտդ փնա վիրավոր չլա։ Եվ որ Աստված քեզի գնայի, անցյալ որ ես աղոթած ժամանակ Աստված ասավ, ես իմ Աստված ինձ խոսեցավ, որ եւ որ ես քեզի գնայիմ, իմ արդարությունս կտեսնեմ։ Բայց ես արդար չսկացի անգե առաջ։ Բայց Աստված ասավ, որ եւ որ ես քեզի գնայիմ, այսինքն սրդիդ գնայիմ, ես իմ արդարությունս կտեսնեմ, որովհետեւ Աստված քեզ ընդրած է իր արդարության համար, his righteousness։ Քու մեջը դրած է Քրիստոս, որ մեղք չէր կործած, մեղք եղավ, որովհետեւ ես եւ թուն Քրիստոսի արդարությունը դառնանք։ Ուրեմն գսե արդարությունը հակեք զրահի պես թավիթի նման խոսքս մեջը դրի, սրդիս մեջ բռնեցի, որովհետեւ հոս միշտ Աստծո բահված լա։ Հուսամ ծեր սիրտը երբեք չսկակ։ Ամեն։ Okay։ Վերջը եւ խաղաղության ավետարանը քարոզելու պատրաստակամությունը հակեք գոշիկի պես։ Ասի պատերազմի մասին խոսի։ Գոշիկի պես։ Բիդի հիշեցնեմ աս արմադին սկիզբը, այս համարին սկիզբը, the beginning of this verse, Genesis 3:15։ Ծննդոց 3:15 ինչ կսեմեզի, որ թշնամություն պիտի տնե Աստված եւ այն սերունդին մեջ, generations that come from Eva, եւ սատանային զավակներու մեջ։ Եվ գսե որ սատանան միշտ պիտի կա եւ խայթե մարդուն հոստեղեն, եւ գսե դուք միշտ անոր քլուխը պիտի գողեք։ Եվ այդ գոշիկը, որ Աստվածաշունչը քարոզելն է, գսե այդ գոշիկը, որ գահակվիկ, որ ծեր պատրաստակամությունն է, your readiness to preach the gospel։ Երթալ քարոզելու ինք ցեզի պաշտպանություն գուտա։ Եվ որ դուք ծառայության դաշտի մեջ ելաք, ծեր գողած դեղին համար վախնալիք չեք ունենար։ Որովհետեւ դուք հակված եք այդ գոշիկները, որ փնավ չեն գրնար սախողիլ։ Գիտեք, այդ մարդիկ, որոնք կորձարաններում մեջ, կամպանիներում մեջ կաշխատին, company policy կա, այսինքն հրաման գուտան, որ գիտեն, որ ով լսած է workman's comps, ով լսել է ասիկա, դու լավ բիլի գտնաս, որովհետև գվախնաս, որ քեզի համար աշխատողը բաժարով մկա, քութեմդ փամ մնե։ Օրինակ կորձի երտամ, ես սահիմ ինամ, գրնագս ցավի, երտամ ասեմ, որ կորձի աշխատած ժամանակս վիրավորվեցա, ավոր տրամ գրնամ առնել եւ ժամանակ արցակուրտ։ Ուրեմն մարդիկ, որ company ունին, գբարդատրեն, մանավանդ physical կորձերուն համար, որ երգատե գոշիկներ ունեն, գլուխը երգատե գլա, այսինքն որ եթե փամը ինգա ոտքին վրա, գոշիկը բեչե գոդրվի, բեչե ջարդվի։ Որովհետև եթե ջարդվեցավ գոշիկը, ոսկորը գդրվեցավ, եթե եկավ նազոնին ջսավ, փամը ինգա ոտքից վրա գծավի, բիտնամ ինչ գոշիկ հակված էր, որ իքզիկս պաշտպանեմ։ Եթե ինք աս գոշիկները հակված էր, ինչ են ասոնք, փումա։ Եթե աս գոշիկները հակված են, ին բարասխանատվությունս չէ։ Չէ, եթե երգատե գոշիկ հակվածին բարասխանատվությունս է, եթե ադի գդրվեցավն է։ Ուրեմն սել քեզի գուզեմ քեզի սել Աստծո խոսքին համար պատրաստ եւ որ գերտած զարայելու Աստծո բարասխանատվությունն է քեզի պաշտպանել։ Աստված գսե ես հոժար եմ քեզի պաշտպանելու, բայց մեկ բան գուզեմ հիշես, հավատացյալը դունը մնալով Աստծո չի գնար զարայել։ Դունը մնալով գնաս աղոթել։ Լեցվիլ, բայց նպատակի համար պիտի լեցվիս։ Օծությունը չի շատնար առանց ծառայության։ Գուզեմ ասեմ մեկը շատ զորավոր ծևով ցեզի դալ, որովհետև գուզեմ հասկանաք ամեն մեկը ծառայության թաշտ ունի։ Կնակ չկդած չլալ, բայց ամեն մեկը ծառայության թաշտ ունի։ Ամեն շաբաթ միշտ կսեմ ցեզի 7 օր կացեք նայեցեք ինչ էր շաբաթ Աստծո համար։ Ինչ ծևով ծառայեցի իրեն։ Կամ արդյոք բարգաձեի։ Okay։ Եվ այս փոլորին վրա հավատքի վահանը արեք, որովհետեւ գարենակ մարել չարին արծագած փոլոր մխացող ներերը։ Սատանան պիտի կա գողմեմ որթուն չես տեսներ, ինչպես ինք սուդին հայրը, ամեն գողմե պիտի կա, բայց վահանը, որ ցերքիդ մեջն է, թուն կարողություն ունի շարժելու ինչ դժվարության դիմաց որ կա, եւ թուն դեսած ներերուտ համար գնաս պաշտպանվիլ, կամ չդեսած ներերուտ համար։ Եվ գսի այդ ժամանակ գրագով ուկային ներերը, գրագով վարած ուկային եւ իրենց վահաններուն վրա շիլդերուն վրա այսպես գաշիը մորտ մգտնեին որ եւ որ վրանքար գմարեր կամ չեր գնար մարդուն այրել ուրեմն հավատացյալը ունի այդ վահանը դված է Աստված իրեն որ ինքը մարի այդ ներերը վերջին դեղը գսե այս փոլորին հետ գնաք վեր հրամել այս փոլորին հետ աղոթեցեք գներեք մեկ հատ ասկի առաջ մարել չարին արծակած փոլոր մխացող ներերը արեք նաեւ փրկության սաղավարտը եւ Սուրբ Հոգին սուրը, այսինքն Աստծո խոսքը, փրկության սաղավարտը, helmet of salvation։ Գուզեմ ասի լավ հասկանաս,
Փրկության սաղավարտը գխոսի քու միտքերուտ մասին։ Որտեղ միտքդ ինչպես ասի շատ անգամ հակված գլանք, լավ հավատացյալ գլանք, խոսքը գիտնանք, շատ բաներ գլա, որոնք մենք գիտենք։ Բայց երբ որ միտքս իր ցևով գկալե շատ անգամ, քիչ մասո թշնամի գկալե, քիչ մի ուզած ջամփով գերտա, այդ դերերու մեջ ես պաշտպանված չեմ։ Այդ դերերու մեջ միտքդ քեզի գրնա ձուղակ մլարել եւ դու նսկաս որ ես իմ ջամբ սի քեզի չէ քիդիմը մեջ կլաս հանգարց բան մգլա լման ուրիշ դեր մգերտաս քսի ինչպես ես հոսքացի ինչքան ես հերացա ինչքան հերու գսկամ ինչքան գոդրված գսկամ ինչքան ցաված գսկամ ինչքան դխուր գսկամ որը միտքս նորոգվելու համար մեկ անգամվա կորց չէ միտքը ասես հրաշքով մի չի նորոգվի միտքը չավրվիր ասես իրեջ չլար նույնիսկ որ աստծո գուկաս հիշողությունները չեն երթար Անցյալը չգործվեցավ, մուվին գնաց դիդել, եւ գնաց երթալ։ Բարձրապես միտքդ նորոգվեցավ, որ դու հիշելով անգամ ադով չես ցավիր այլևս, դու այլևս նոր միտքով գկալես ասկյանքը։ Եվ վերջինը գսե որ արեք խոսքը, որ Սուրբ Հոգին սուրն է։ Ասել գուզեմ Սուրբ Հոգին եւ որ բادرած բիդին է, ասինք Աստված թրոշակ կտենե թշնամին դեմ։ Սուրբ Հոգին պիտի հաղթե թշնամին, բայց այդ սուրը կորձազողը ես պիտի լամ։ Եվ որ Հիսուս փորձության մեջ էր Եվ որ սատանան եկավ փորձելու ամեն անգամ Հիսուսի բարձրախանը եկավ նույն դեղեն քրված է, ասված է, հայրս այսպես ասավ։ Եվ ադեր իր բادرազմի ցևը, ադոր համար ինք չինգավ։ Որև իր հնազանդության մեջ կատարյալ էր։ Ամեն։ Ամեն։ Ինչ հաջորդ երգը պիտի երգենք, խնդրեմ որ ոտքի ելենք Առաջին բանը որ այս զրահի մասին խոսեցանք, ամեն ցևի մասին խոսեցանք, ինչպես կրնաս ամբողջ զրահը full armor հագվել։ Բայց այս բոլորը կարելի է եթե մեկ բանալի ունենաս, մեկ բանալի, այս բոլոր բաները կարելի են եթե մեկ բանալի ունենաս։ Որ Աստծո հանդեպ սերն է։ Շատ անգամ սերը կնա բաղին։ Սերը շատ թյուրին կբաղի, շատ թյուրին կբաղի։ Եփես Հայտնության քիրքի մեջ երկրորդ գլուխը Revelations 2 Աստված Եփեսոսի եկեղեցին գրե գսե որ դու շատ լավ ուսուցումներ ունիս շատ լավ խոսքը կբահես չընդունեցիր որ սխալ ուսուցումներ heresy չընդունեցիր սխալ ուսուցումներ եկեղեցին շատ խիստ էիր չընդունեցիր այդ մարդիկը որ սուտ մեսեջներ կփերեն եկեղեցի մեջ լավ գծարայեք ձեր կորձեր ամենը հայտնի են լավ կորձեր գնեք բայց ասել գուզեր որ եկեղեցին ներսեն մեռնելու վիճակի մեջ էր ասա բայց ասա ինձի Առաջին օրվան պես չես սիրեր։ Մորցար առաջին սերը տսավ իրեն։ Այսինքն չի փավեր որ ես ընեմ ծառայությունը, չի փավեր որ ես նույնիսկ խոսքը գարտամ։ Պետք է Աստված սիրեմ ամեն ինչը վեր, ամբողջ սրտովս, ամբողջ մտքովս, ամբողջ հոգովս։ Հիսուսի անունով։ Ամեն։